2022-2023 թվականներին Հայաստանը զգալիորեն ընդլայնել է պաշտպանական գործակցությունը Հնդկաստանի հետ, կնքելով ավելի քան 1.5 միլիարդ դոլարի պայմանագրեր։ Այս մասին ասվում է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի ռուս-հայկական գործակցությունը ներկայիս փուլում վերնագրով զեկույցում, որի բովանդակությանը ծանոթացել է Վեդոմոստի պարբերականը։ Զեկույցում նշվում է. Հայաստանը ձեռք է բերել Պինակա համազարգային կրակի համակարգեր, ԱՏԱԿ հրետանային կայանքներ, նաև Ակաշ 1S հակաօդային պաշտպանության համակարգեր։ Մատակարարումները նախատեսվում է շարունակել նաև առաջիկայում ներառելով Ակաշ NG համակարգերը։ Բացի Հնդկաստանից, Հայաստանի երկրորդ խոշոր ռազմական գործընկերը Ֆրանսիան է։ 2023-2024 թվականներին կնքվել են շուրջ 250 միլիոն դոլարի պայմանագրեր, որոնք ներառում են Groundmaster 200 ռադարներ, Mistral 3 հոբ համակարգեր եւ Սեզար հրետանային կայանքներ։ Մինչդեռ Ռուսաստանի հետ վերջին խոշոր ռազմական համաձայնագիրը կնքվել է դեռևս 2021 թվականին 400 միլիոն դոլար արժողությամբ, սակայն այն մինչև օրս ամբողջությամբ չի իրականացվել։ Ըստ Սիփրիի տվյալների 2011-2020 թվականներին Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանի զինամթերքի ներմուծման շուկայում հասնում էր 94%-ի, մինչդեռ 2024 թվականին այն կրճատվել է մինչև 10%։ Այս թիվը հաստատել է նաև Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2024 թվականի մարտին տված հարցազրույցում։ Զեկույցում դա բացատրվում է Ուկրաինայում պատերազմի հետևանքով առաջացած մարտավարական խնդիրներով եւ հայ հանրության վերաբերմունքի փոփոխությամբ։ Հայաստանի ղեկավարությունն ընտրել է արտաքին կապերի դիվերսիֆիկացման ռազմավարություն, սերտացնելով հարաբերությունները արևմտյան երկրների հետ։ Այս գործընթացի շրջանակում Երևանը Վաշինգտոնում ստորագրել է ռազմավարական գործընկերության խարտիա, իսկ խորհրդարանը սկսել է ԵՄ անդամակցության գործընթացը։ Այս քայլերը պայմանավորված են ինչպես քաղաքական, այնպես էլ անվտանգային հաշվարկներով։ Հայաստանի արտաքին քաղաքական շրջադարձի առանցքային պատճառներից է Ռուսաստանի հանդեպ խորացող դժգոհությունը, պայմանավորված 2020 թվականի պատերազմում եւ հետագա հայ-ադրբեջանական բախում նրա պասիվ դիրքորոշմամբ, նշում են զեկույցի հեղինակները հավելելով 2023 թվականի դեկտեմբերին անցկացված հարցման համաձայն ռուսական կողմը հայ հասարակության կողմից ընկալվում է որպես երրորդ լուրջ քաղաքական սպառնալիք Ադրբեջանից եւ Թուրքիայից հետո։ Սակայն ռազմավարական ուղղության փոփոխությանը զուգահեռ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերը։ 2024 թվականին երկկողմ առևտրաշրջանառությունը կազմել է 12.4 միլիարդ դոլար։ Զեկույցում նաև նշվում է, որ այս աճը մեծապես պայմանավորված է արևմտյան ապրանքների Հայաստանով դեպի Ռուսաստան եւ ռուսական ապրանքների Հայաստանով դեպի միջազգային շուկաներ վերարտահանմամբ։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։